Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը կրկին բոլորին ստիպում է խոսել ոչ միայն ինտրիգային զարգացումների, այլ նաև նոր կերպարների հայտնվելու շուրջ։ Հատկապես վերջին օրերին Ինստագրամում, սոցցանցերում ու խմբերում ակտիվ քննարկումների կենտրոնում է հայտնվել մի անուն՝ Էլիզ Մելիքյան։ Նրա մի քանի կադրերն արդեն հասանելի են համացանցում, իսկ դրանց տակ մեկնաբանությունների տարափն արդեն խոսում է հանդիսատեսը սպասում է շատ ավելիին։ Եվ ահա մեր հավաստի աղբյուրներից վերջապես հաստատվեց այն լուրը, որը կփոխի սերիալի ողջ տրամաբանությունը։ Էլիզ Մելիքյանը կմարմինավորի Սոսի և Լիլիթի դստերը։ Պարզվում է, տարիներ առաջ Սոսն ու Լիլիթը զավակ են ունեցել, իսկ այս ամենի հիմնավորումը մենք արդեն ունենք հենց սերիալի ներսում։ Նախորդ դրվագում Լիլիթը շատ հստակ ասում է, որ երեխաներ է ունեցել՝ շեշտելով հոգնակի թիվը։ Այս խոսքերը, որոնք ժամանակին շատերը համարեցին աննկատ, այժմ բացահայտվում են նոր լույսի տակ։ Այդ երեխաներից մեկը հենց նոր է սցենարով մուտք գործում սերիալ։ Էլիզ Մելիքյանի կերպարը լինելու է խորհրդավոր, միաժամանակ շատ հզոր ու խորքային։ Նա մեծացել է Մոսկվայում, հեռու է իր իրական արմատներից։ Նրա մայրը՝ Լիլիթը, տարիներ շարունակ փորձել է զավակներին հեռու պահել կյանքի ու անցյալի մութ էջերից, բայց ճակատագիրն ինչպես միշտ անում է իրենը, և հիմա, երբ Սոսը վերադարձել է Հայաստան, անցյալի ստվերներով լի, Լիլիթը փորձում է պահել իր ընտանիքի մնացորդները, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Էլիզի կերպարը սցենարով գալիս է Մոսկվայից Հայաստան, սկզբում բնականաբար հանդիպում է Հենրիին, թե ինչ գործողություններ են ծավալվելու դրանից հետո ցույց կտա ժամանակը, բայց շուտով պարզ է դառնալու, որ նրա այցը պատահական չէ։ Շատ հարցեր կան, որոնք դեռ պարզաբանման կարիք ունեն։ Էլիզ Մելիքյանը լինելով երիտասարդ դերասանուհի ու Արամ Մելիքյանի դուստրն արդեն իսկ մեծ սպասումներ է ստեղծել իր առաջին լուրջ հեռուստատեսային դերով։ Նրա արտաքին վառ կերպարն, իր շփվողական բնավորությունը և խարիզմատիկ ներկայությունը կտրուկ տարբերվում է մնացած կերպարներից, սակայն Էլիզը ոչ միայն գեղեցկություն ու նրբություն է բերում սերիալ, այլև խորություն, ներքին պայքար և ամենակարևորը՝ պատանեկան ուժ մաքրել ծնողների մեղքերն ու վերամիավորել անցյալն ու ներկան։ Համացանցում հայտնված առաջին կադրերը վկայում են, որ Էլիզի կերպարը հանդիպում է Հալալին և իհարկե Հենրիին։ Այս հանգամանքն էլ իր հերթին առաջացնում է հարյուրավոր հարցեր. արդյոք սրանով սկիզբ է դրվելու նոր սիրային պատմության, թե Հալալին լինելով Հենրիի ընկերը նրան կհասցնի դրսևորումների, որոնք կբացահայտեն Էլիզի իրական ինքնությունը։ Համացանցում հայտնվել են երկու տարբեր տեսանյութեր, որտեղ առաջին անգամ հանդիպում է Հալալին, այնուհետև Հենրիին, թե ինչ կապ կա այս հանդիպումների մեջ, ցույց կտա ժամանակը։ Լիլիթը, որն արդեն իսկ հոգեպես շատ լարված վիճակում է Սոսի վերադարձից հետո, հիմա կանգնելու է ընտրության առաջ՝ պահել տարիներով թաքցրած ճշմարտությունը, թե վերջապես բացահայտել ու վստահել ճակատագրին։ Իսկ Սոսը կկարողանա ընդունել, որ բացի այն տարիներով բաժանվել է իր սիրած կնոջից, այժմ նաև զրկվել է իր դստեր մանկությունից, և կպարզվի, որ Անգելինան հենց իր դուստրն է։ Այս բոլորը կհանգեցնեն դրամատիկ պահերի, խորը երկխոսությունների ու այնպիսի տեսարանների, որոնք հեռուստադիտողները երկար ժամանակ չեն մոռանա։ Մեկ բան պարզ է՝ Էլիզ Մելիքյանը ոչ միայն նոր դերասանուհի է «Վերջին զանգը» սերիալում, այլ ամբողջական նոր շունչ, երիտասարդ, վճռական ու անցյալով ծանրացած կերպար, որը խառնվելու է հիմնական գծին ու փոխելու է ամեն ինչ։ Նրա դերը միավորելու է սերնդափոխության թեման, ընտանիքի արժեքը և ամենակարևորը՝ ճշմարտության հաղթանակը ժամանակի դեմ։ «Վերջին զանգը» սերիալը նոր էջ է բացում, և այդ էջի վերնագիրն հիմա արդեն միանշանակ է՝ Էլիզ, Սոսի ու Լիլիթի դուստրը վերադարձած ճակատագրի պես։ Էլիզ Մելիքյանը միանում է «Վերջին զանգը» սերիալին։ Հույզեր, նոր դրվագներ և կյանքի շրջադարձեր։ Հայտնի դարձավ, որ Էլիզ Մելիքյանը շուտով կմիանա Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալին։ Այս նորությունն արդեն իսկ մեծ ոգևորություն է առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Սերիալի ստեղծագործական թիմը հայտնի իր անակնկալներով և սյուժետային շրջադարձերով այս անգամ էլ հեռուստադիտողին չի հիասթափեցնի։ Չնայած դերը դեռևս պահվում է գաղտնիության քողի տակ, համացանցում շրջանառվող լուրերի համաձայն Էլիզ Մելիքյանի խաղընկերը էկրանին կլինի Լևոն Մկրտչյանը։
Այս համագործակցությունը խոստանում է լինել հագեցած հույզերով, բարդ հարաբերություններով, անակնկալ զարգացումներով։ Ինչպիսի կերպարով հանդես կգա Էլիզը, ինչպիսի հարաբերություններ կունենա մյուս հերոսների հետ, արդյոք կմտնի Հենրիի կյանք, այս ամենը դեռ առեղծված է, սակայն մի բան հստակ է՝ Դիանա Գրիգորյանն ու իր թիմը պատրաստել են հերթական անսպասելի շրջադարձը։ Բայց այս շրջանում Էլիզի կյանքում միայն էկրանային իրադարձությունները չէ, որ ուշագրավ են, նրա անձնական կյանքի մի փուլ էլ ավարտին է հասել։ Վերջերս դերասանուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր մի լուսանկարով, որն ուղեկցվում էր հուզիչ գրությամբ. «Բարդ փուլ եմ ապրում, բայց չեմ փախչում, սովորում եմ ինձ գրկել առանց բայցերի», գրել էր նա։ Այս խոսքերն իրենց մեջ կրում են ոչ միայն անձնական ցավի երանգներ, այլև հոգևոր աճի, ինքնաճանաչման և ներքին խաղաղություն գտնելու փորձ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Էլիզ Մելիքյանը բաժանվել է իր սիրելիից՝ երաժիշտ Հարութ Ասատրյանից։ Հաստատելով այս լուրը, նա գրել էր. «Չգիտեմ ինչքան բնական կարելի է ասել, բայց ուզում եմ կիսվել։ Վերջին շրջանում կյանքումս մեծ փոփոխություններ եղան։ Այլևս ես և Հարութը միասին չենք։ Չկա սկանդալ, չկա սուր պատճառ։ Ուղղակի հասկացանք՝ մեզ համար այլ ճանապարհներ են բացվել։ Ինձ համար շատ բարդ ու խառը փուլ էր, բայց միաժամանակ ինչ-որ տեղ հանգստացնող։ Հիմա առաջին անգամ ապրում եմ առանձին։ Սկզբում վախ կար՝ կկարողանամ, կսովորեմ, բայց ամեն օր սովորում եմ։ Հաճախ հարցեր եմ ստանում, խոսակցություններ են լինում, մեկնաբանություններ, մարդիկ ամեն ինչ ուզում են հասկանալ, վերլուծել կամ դատել։ Բայց ուզում եմ ասել՝ ես հանգիստ եմ իմ մեջ։ Ծնողներս լիովին սատարում են ինձ ու դա ամենակարևորն է։ Գրում եմ սա ոչ թե որ բացատրեմ, այլ որովհետև սա էլ է կյանքի մի փուլ ու ես չեմ ուզում ձևանալ, թե ամեն ինչ միշտ նույնն է։ Եթե դու էլ հիմա ապրում ես բարդ փոփոխությունների մեջ, ուղղակի հիշիր,